Այստեղ դուք նաև շատ լավ հարց տվեցիք, ինչի են Թուրքիայում զինվորականներին սովորեցնում հայերեն։ Այո, վաղվանից, կարծեմ, հոկտեմբերի 1-ից մինչև մարտի 20-ը, ես կխնդրեմ նաև ամսաթիվներին ուշադիր լինենք։ Մինչև մարտի 20-ը այնտեղ բոլոր ռազմական հաստատություններում վերապատրաստման դասընթացները հայերեն լեզվի եւ արագացված դասընթացներ է։ Ինչի համար, հա, մեզ հետ հարևանություն ունենալու համար են դա սովորում։ Եթե մեր հետ հարևանություն ունենալու համար են սովորում, հարևանությունը ավելի լավ անում են առևտրականները, թող բիզնեսմեններին սովորեցնեն, մերոնց թուրքերեն, ասենք, իրենց հայերեն։ Կամ ասենք, եթե նույնիսկ տեսեք, այստեղ շատ նուրբ մաս կա, նույնիսկ ռազմական գործողությունների համար պետք չի։ Եթե օրինակ տրամադրված են, որ իրենք պետք է Հայաստանի հետ պատերազմ սկսեն, իրենց հայերեն պետք չի։ Եվ այստեղ շատ պարզ հարց է առաջանում, այո, ինչի համար։ Ես նորից ուզում եմ մի փոքր հետ գնանք 2021 թվական, երբ որ Հայաստանի զինվորականները, բարձրաստիճան զինվորականները, Գենշտաբը, հա, այսպես պահանջ ներկայացրեց կապիտուլյանտին հեռանալու եւ մենք հիշում ենք այդ ժամանակ ինչ տեղի ունեցավ, երբ որ ուղիղ թուրքերը սպառնացին, որ իրենց համանadrության համապատասխան զորքերը մտցնելու են Հայաստանի տարածք։ Նաեւ հիշենք ինչ էր առաջարկում եւ ինչ ընդունեց ազգային ժողովում Փաշինյանը վերջերս ընդամենը, երբ որ ընդրական օրենսգրքում փոփոխություններ մտցրեցին, որ երկրում արդակարգ ընտրություններից հետո, եթե մինչև հաշվարկի ավարտը երկրում կլինի արդակարգ ընտրությունները չեղարկեն։ Այ մարտի 20-ին դասընթացները ավարտում են, որովհետեւ այդ զինվորականները արդեն պատրաստ լինեն, որ եթե այստեղ որևէ կերպ հանկարծ ընտրությունների արդյունքում Փաշինյանին վտանգ սպառնա, իրենք կարողանան իրենց զինվորական ներկայությունը Հայաստանում ապահովել։ Այս սրա համար են իրենք դրանք անում։ Այդ քայլին իրենք կնում են հենց սրա համար, որպեսզի հանկարծ իրենց անակնկալներ չլինի եւ պատահաբար չստացվի, որ Փաշինյանը թողեց գնաց, որովհետեւ զինվորականին լեզու իմանալ, տարածքի բնակիչների շփվել պետք է միայն այն ժամանակ, երբ որ ինքը կունենա այստեղ ներկայություն։ Դա կլինի բազայի տեսքում, դա կլինի, չգիտեմ ինչի տեսքով, բայց իրենց այդ դրա համար է այդ լեզու իմանալը պետք։